Ես Արեգի ծնվելուց ներկա եմ եղել ու ես չէի կարող ուղղակի ընկերների հետ բալկոնի տակ սպասեի երեխան ծնվել ուրախանային, հենց առաջին օրվանից ներկա եմ եղել, բոլոր process-ներին եմ ներկա եղել, պամպերս փոխել եմ, կանայք ինչ արել են, հետսավ ես արել եմ։ 22 տարեկան էի, ոչ մի բանից չես հասկանում, դու ինգել ես մի հատ աշխարհ, որ ոնց որ նոր ես այդտեղ ու 0-ից սաղ պետքա ինքդ դնես, կառուցես։ Առաջնեկի ծնվելուց ես չէի պատկերացնում, որ պիտի գրկեմ ու այնպես ստացվեց, որ երեխան դրեցին իմ գիրկս ու ես հասկացա, ինչ եմ ձեռք բերում ու հասկացա, որ էլ ոչ մի բանից չեմ վախենում։ Ունեմ 3 երեխա, 2 աղջիկ, 1 տղա, աղջիկներս արդեն ուսանող են, 20 եւ 18 տարեկան, տղան 6 տարեկան է։ Չեմ խորշել երեխաներին նույն լողացնելը, իրանց հետ այդ լողանալու ժամանակ շփվել է, ինչ-որ բան խոսել, քննարկել, չեմ գտել, որ դա, չգիտեմ, ամոթ է կամ չգիտեմ ինչ։ Ես հաճույքով գլխիս եմ դրել, հաճույքով հետները գետնին թավալել ենք տվել։ Արփին երկչույի է ու գործի բնույթով այնց է ստացվում, որ երկար ժամանակ բացակայում է, լինում է, որ տարվա կեսը բացակայ է լինում։ Շուրջ բոլորը այդ ամեն ինչին մի քիչ ուրիշ ձև են նայում, բայ ոնց կարա կինը թողի, գնա աշխատի, տղամարդը երեխա պահի, ինչ տարբերություն կինը թե տղամարդը, երկուսն էլ ծնողներ են ու չեմ կարծում, որ ճիշտ է այդ ամեն ինչ կնոջ վրա թողելն ու ձեռներդ լվալ գնալ։ Այդ մոդելը, որ տղամարդը պետք է աշխատի, կինը պետք է մնա, տունը գործ անի, էլ չի աշխատում, որտեղ երկուսն էլ աշխատում են հիմնականում։ Հայրը պետք է մասնակցի այդ ամեն ինչին, համ ընտանիքն է ավելի ամրապնդում, համ էլ քո երեխան է, բա ոնց չանես։ Հայր լինել նշանակում է պատասխանատու լինել մի process-ի համար, որոնք քո ժառանգներն են, պիտի մեծանան, դառնան մարդ, առաջին հերթին լավ անձնավորություն։ Երեխան պետք է հասկանա, որ երբ որ ինքը գալիս է, ինքը ընդունված է։ Եթե գալիս է խնդրով, ինքը ստանալու է այդ խնդրի լուծումը։ Իմ համար այդ է։ Լինել տարածք, որտեղ մարդ կիմանա, որ իրան չեն դատելու։ Կարևորը վստահությունը, որ կա ծնողի, հոր եւ երեխաների մեջ։ Իսկ այդ վստահությունը ձեռք է բեռնվում միասին ինչ-որ բան անելուց, միասին ինչ-որ փորձություն անցնելով, միասին իրար օգնելով ինչ-որ բան ավարտին հասցնելով։ Այդտեղ կարևորը, որ երեխեքն էլ քեզ ճանաչեն, քեզ վստահեն ու կիսվեն էլ հետդ իրանց խնդիրների, իրանց մտածմունքների մասով, հուսալով, որ դու իրանց ինչ-որ բանով կօգնես, մի ճիշտ խորհուրդ կտաս, մի ինչ-որ ուղղություն կտաս իրանց մտածելու։ Երեխան մի հատ մարդ է, որը ուղղակի չափերով փոքր է, ֆիզիկական հմտությունները ավելի քիչ է քեզանից, որտեղ քիչ կյանքի փորձ ունի։ Պետքա թողես մարդը ինքը իր կյանքի փորձը, ոնց որ այդ փորձից ինչ որ բան վերցնի։ Դու իրան տալիս ես այդ հմտությունները, ինքը իր հետ փոխհարաբերվելու ես աշխարհում։ Ու այդ ամեն ինչ, երբ որ դու իրան տալիս ես, պետքա թողնես, որ այդ մնա իրան, որ ինքն էլ կարողանա տա իր երեխեքին։ Ոնց որ շատ կարևոր է ծնող լինելու հարցում, դու ինքդ չմոռանաս քո մանկությունը, ոնց է քո մոտ եղել։ Իրականում երեխեքը շատ բան են հասկանում, քան ցույց են տալիս, քան գիտակցում են, որովհետև լիքը բաներ կա, իրոք մեծանում ես, նոր ես գիտակցում, որ դու այդ ժամանակ հասկացել ես ինչա կատարվում։ Բոլոր մոդելներում, թե վերաբերմունքը կնոջ, թե ընտանիքի մոդելը կազմելիս, թե ընդհանուր կյանքի հետ կապված բոլոր դրվագներում հայրը օրինակ է ծառայում։ Մեծ ընկեր պետք է լինի երեխայի համար, ով պետք է երեխային ապահով վահի, հոգ տանի։
Սիրել պետքա միշտ, պետքա երբեք չամաչել ցույց տալ, որ սիրում ես։ Ինչքան շատ ցույց տաս, ինձ թվում է դու էլ ներսումդ ավելի բավարարված կզգաս, ավելի հանգիստ կզգաս, ավելի երջանիկ կզգաս։ Դու պետքա կարողանաս տաս երեխուն ուղակի սեր, որ ինքը կարողանա ուղակի ինքը իր համար լիարժեք մեծանա, ինքնաբավ մեծանա։ Ես իրան ուղղակի սիրում եմ։